Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք տորտ հարբած բալ, անչափ համեղ և հետաքրքիր տորտ, որը ուղղակի վստահ եմ, որ կգերի բոլորին։ Սկսենք պատրաստելը, կկիսվեմ ձեզ հետ պատրաստման եղանակով, որը հեշտ է և պարզ։ Սկսենք պատրաստելը, առաջին հերթին կպատրաստենք բալը, դրա համար կորիզները հեռացնում ենք, լավ լվանում և բալի վրա ավելացնում ենք կոնյակը և այսպես թողնում ենք մոտավորապես 1 ժամ։ Ընթացքում կարող եք մի քանի անգամ խառնել։ Սա դնում ենք մի կողմ և պատրաստում ենք բիսկվիտը։ Դրա համար հառիչի ամանի մեջ կոտրում ենք 4 ձու, մի պտղունց աղ ենք անում և սկսում ենք հարել։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը։ Հարում ենք այնքան, մինչև զանգվածը փրփրի և շատանա։ Ավելացնում ենք բուսայուղը և սենյակային ջերմաստիճանի կարագը։ Այս տարբերակով շատ համեղ է ստացվում։ Եթե ձեռքի տակ չունենաք կարագ, կարող եք օգտագործել միայն բուսայուղ կամ հակառակը։ Այժմ վերցնում ենք մածունը, վրան ավելացնում ենք սոդա, լավ խառնում ենք, որից հետո ավելացնում ենք զանգվածին։ Շարունակում ենք հարել մոտավորապես 30 վայրկյան և անջատում ենք հառիչը։ Այժմ ավելացնում ենք ալյուրը և կակաոն, պետք է ստանանք շատ թույլ խմոր։ Ահա տեսեք սիրելիներս, այսպիսի թույլ խմոր պետք է ստանանք, որպեսզի ստացվի փափուկ ծակոտկեն բիսկվիտ։ Տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ, ահա այսպես փայտիկով նախշ ենք անում, որպեսզի բիսկվիտը եղվի հավասարաչափ։ Տեղափոխում ենք ջեռոց, մոտավորապես 25-ից 30 րոպեով 180 աստիճան ջերմաստիճանում թխվելու, մինչև այսպես գեղեցիկ պատրաստ լինելը։ Փայտիկով կարող եք ստուգել բիսկվիտը պատրաստ է արդյոք թե ոչ։ Այժմ կպատրաստենք կրեմը։ Դրա համար ամանի մեջ լցնում ենք սենյակային ջերմաստիճանի շատ փափուկ կարագը, 1-ից 2 րոպե հարում, որից հետո սկսում ենք քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը։ Հարում ենք մոտավորապես 5-ից 7 րոպե և մեր համեղ կրեմը պատրաստ է։ Վանիլին չենք օգտագործելու, քանի որ օգտագործում ենք բալը և կոնյակը։ Մի փոքր կրեմից վերցնում ենք վերջում վրան քսելու համար, իսկ ընդհանուր կրեմին ավելացնում ենք մեր հարբած բալերը։ Բալերը քամում ենք և ավելացնում կրեմին։ Իսկ ահա այս հյութը թողնում ենք, դնում ենք մի կողմ, որպեսզի թրջենք բիսկվիտը։ Խառնում ենք կրեմը և բալը, որից հետո բիսկվիտը հանում ենք կաղապարի մեջից, հեռացնում ենք յուղաթուղթը, ինչից հետո դանակի օգնությամբ հեռացնում ենք այսպես կոչված կափարիչը։ Որից հետո պատարագաղի օգնությամբ ահա այսպես դուրս ենք բերում բիսկվիտի միջուկը։ Ահա այս բիսկվիտի միջուկը նույնպես ավելացնում ենք կրեմի մեջ։ Այս ամենը լավ խառնում ենք, այնուհետև բիսկվիտը թրջում ենք կոնյակով։ Եվ մեր հարբած բալերով կրեմը տեղափոխում ենք բիսկվիտի մեջ։ Այնուհետև ծածկում ենք կափարիչով, այսպես սեղմում և վրան քսում ենք մեր առանձնացրած կրեմը։ Եվ վերջում մեր գեղեցիկ տորթը պատում ենք ջնարակով։
որից հետո տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 4-ից 5 ժամով։ Վերջում ձևավորում ենք ըստ ճաշակի և վայելում համեղությունը։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, ստանում ենք նման շքեղություն, որը անչափ համեղ է, ուղղակի նկարագրել հնարավոր չի, թե ինչքան յուրահատուկ համ է ստացվում։ Խորհուրդ կտամ փորձեք, դուք էլ պատրաստեք, քանի որ վստահ եմ, որ շատ եք հավանելու։ Իսկ եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Կարող եք կիսվել նաև ձեր սոցցանցերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն և պատրաստեն։ Իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, շնորհակալություն հետևելու և ջերմ մեկնաբանություններ գրելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Ցտեսություն։